Լավագույնը նրա փառքի համար Օսվալդ Չեմբերս օր ապրիլի 2 Անհասանելի փառք Տերն ուղարկեց ինձ, որ տեսնես Գործք 9-րդ գլուխ 17-րդ խոսք Երբ Պողոսի տեսողությունը վերականգնվեց, նա ստացավ նաև նոր հոգևոր հայացք Հիսուս Քրիստոս անձի նկատմամբ։ Այդ պահից ի վեր նրա կյանքը և քարոզչությունը ամբողջովին կլանվեցին Հիսուս Քրիստոսով, որովհետև միտքս չէի դրած մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին և այն էլ խաչվածին։ Առաջին Կորնթացիս 2-րդ գլուխ 2-րդ խոսք։ Պողոսը այդ հանդիպումից հետո երբեք թույլ չտվեց, որ ինչ-որ բան շեղեր նրա հոգին և միտքը Հիսուս Քրիստոսի երեսը տեսնելուց։ Մենք պետք է սովորենք, թե ինչպես պահպանել ամուր բնավորություն, նույնիսկ այնքան ամուր, որը կմոտենա այն բնավորությանը, որն մեզ հայտնվեց Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Հոգևոր մարդու մշտական ցուցանիշի իմաստը Տեր Հիսուս Քրիստոսի կարևորությունն ըմբռնելու կարողությունն է իր կյանքում և այլ մարդկանց Աստծո նպատակները բացատրելու հնարավորությունը։ Նրա կյանքի ամենամեծ ցանկությունը Հիսուս Քրիստոսն էր։ Երբ տեսնում ես այդ կարողությունը ինչ-որ մեկի մեջ, դու ակնհայտորեն հասկանում ես, որ նա իսկապես Աստծո սրտի մարդ է։ Գործք 13-րդ գլուխ 22-րդ խոսք։ Երբեք թույլ մի տվեք, որ որևէ բան ձեզ շեղի Հիսուս Քրիստոսին նայելուց։ Սա է ձեր հոգևոր կյանքի իրական փորձությունը։ Լինել ոչ հոգևոր նշանակում է թույլ տալ ավելի ու ավելի շեղվել այլ ուրիշ բաներով։ Նայում եմ քեզ իմ Տեր Հիսուս, չունեմ ոչ մեկում ոչ մի համակրանք, նայում եմ քեզ խաչի վրա գանված, դու ես իմ ամենը և իմ համար թանկ։